Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի 5-րդ վթարային շենքում տեղի է ունեցել փլուզում։ Շենքի բնակիչները մեզ հայտնեցին, որ դիմել են քաղաքային եւ մարզային իշխանություններին։ Ներկայացուցիչները սակայն եկել են, կարմիր ժապավեն կապել ու գնացել։ Միևնույն ժամանակ փոխանցել միջոցներ չկա ծրագիր, որի միջոցով հնարավոր լինի ամրացնել շենքը։ Մի մինչև առաջի հարկ փեդե ծածկ է, ջուրնոր լցվող մեջը մինչև առաջի հարկ, լրիվ ինորը պլա վիճավ, այդեղ դաժը տղամարդիկ դիվոդահար եղավ, վախեցան։ Շատ տեղ ենք դիմե, այդ օրը փլուզման օրը քաղաքապետարանել ենք դիմում տարի, մարզպետարանել ենք, անձամբ գնաց է, մարդու իրավունքների գրասենյակել ենք գնաց է։ Առաստաղները կախված, բլած, պատերը անջատված ու ուշադրություն չկա, պետության կողմից ուշադրություն չկա։ Շենքի մի մասը տարիներ առաջ վերակառուցվել է, սակայն մի մասը դեռևս գտնվում է վթարային վիճակում։ Շենքի տանիքի մեծ մասը փլուզվել է, վերջին հարկի բնակիչները ստիպված երկար ժամանակի արդեն վարձով են ապրում։ 5 տարի ես վարձով 33,000 թոշակ կառնիմ, 20-25 կուտամ տանված, ես ինչով ապրիմ, տագը ինչ կմնա, ես չի դեմ։ Մինչև որ սոված ջարտավին կնգնենք փողոցները են հիմիկվա պոմժերի պես բաների մեջ ընկնենք, զիբլանոսների մեջ ընկնենք, մանկանք թե ինչ պետք է գտնենք օրուդենք։ Դիսկյանք է։ Բնակիչների խոսքերով, եթե համապատասխան մարմինները ժամանակին զբաղվեին այս խնդրով եւ գոնե կատարեին տանիքի վերանորոգման մասնակի աշխատանքներ, ապա շենքն այս վիճակին չէր հայտնվի։ Գերանները լրի պեդ են, մոխիր են դարել, գնկուշ չունին է, 90 տարվա շենք է։ Հաշված է ժողովորդը վախենալ, դաժը մեր պահը միշնի խանու ու երկի բերի։ Որ երևոս յարաջի իչներուս կամ երկրորդ իչներուս ինչ գուկարտունը պրած կտեսնի, թե գուկարտունը նորմալ կտեսնի։ Բնակիչները նաև նշեցին, որ նամակ են հասցեագրել կառավարության ղեկավարին, ստացել են պատասխան 2017-18 թվականներին շենքի խնդիրներին լուծում կտրվի։ Մինչդեռ բնակիչները նշում են, որ սպասել անկարող են, քանի որ անձրևաջրերից եւ խոնավությունից փլուզումների հավանականությունն է մեծանում եւ շատերը հեռանում են, վախենալով ապրել վթարային այս կառույցում։